ձեզ։ Քանի թեմաների հետ կապված ձեր խոսքը կփոխանցեք։ 3 տեղեկություն տարածվեց, որ դեկտեմբերի 28-ին պատրաստվում է Նիկոլ Փաշինյանը անձամբ գլխավորել գրողը Վեհարանի վրա։ Ես կխնդրեմ այս մասով ձեր տեսակետը ինչ է սպասվում, ինչ զարգացումներ կլինեն եւ ի պատիվ հայ ժողովրդի եւ ընդդիմադիրների մենք տեսանք դեկտեմբերի 18-ին հայ ժողովուրդը կանգնեց Վեհարանի կողքին ցույց տալով այդ ավազակային հարձակումը, հիմա ինչ ունենք անելու դեկտեմբերի 28-ին, համեցեք։ Տեսեք, մենք բազմից նշել ենք, որ փաստացի եկեղեցու վրա այս հարձակումը դա արտաքին պատվեր է, այսինքն Նիկոլ Փաշինյանը կատարում է մեր հարևան երկրների պատվերը եկեղեցու կազմակերպման համար։ Այս process-ը սկսվեց մայիս ամսվանից, երբ որ Ալիևը պահանջեց Փաշինյանի շուրթերով պահանջեց, որպեսզի եկեղեցու ամբողջ կառուցվածքը վերանայվի եւ ընդհանրապես եկեղեցին հայտարարվեց ռևանշիստական կառույց, որը խանգարում է հայ-ադրբեջանական բարեկամությանը։ Ավելին կարող եմ ասեմ, Փաշազադեն մայիս ամսին ինքը փաստացի հայտարարեց, որ հիմնում է Արևմտյան Ադրբեջանի կազիատ, այսինքն ադրբեջանցիները պետք է վերադառնան Հայաստան, իսկ այդ ադրբեջանցիների հոգևոր, այսպես ասած, կարիքները պետք է սպասարկի այդ կազիատը եւ հայտարարեց, որ փաստացի ադրբեջանցիների վերադարձին լրջագույն խոչընդոտ կարող է լինել եկեղեցին։ Այդ իսկ պատճառով Հայաստանի պատկան մարմինները, եթե ուզում են Ադրբեջանի հետ բարելավեն իրենց հարաբերությունները, ապա պետք է լուծեն եկեղեցու խնդիրը։ Ասեմ դες, որ Փաշինյանը իր կյանքում պատմության մեջ երբևիցե եկեղեցու հանդեպ վերաբերմունք չի ունեցել, որտեղ այդ մարդը անարխիստ է, աշխարհիկ մարդ է, երբևիցե ինքը հոգևոր արժեքներով չի ապրել։ Տեսեք իր գրառումները, իր հոդվածները, իր գիրքը, այնտեղ եկեղեցու եւ հոգևոր հոտ անգամ չկա, եւ 2018-ին երբ որ ինքը եկավ իշխանության, զարմանալի չէր, որ երբ որ այդ ժամանակ եկեղեցու դեմ մի հատ արշավ սկսվեց, ինքը ինդիֆերենտ վերաբերվեց, լուրջ չարձագանքեց դրա, որտեղ իրեն հետաքրքիր չէր եկեղեցու խնդիրը։ Իրեն եկեղեցու խնդիրը հետաքրքիր է եղել այս տարվանից, երբ որ իր առաջ այդ պայմանը դրել է Ալիևը։ Ինչու է Փաշինյանը ուզում այդ պայմանը լուծել։ Շատ պարզ պատճառով, որտեղ Փաշինյանը ուզում է վերարտադրվել գալիք ընտրություններում, շատ լավ հասկանալով, որ եթե ինքը չվերարտադրի իր իշխանությունը, ապա իրեն կսպասվի Սաակաշվիլու ճակատագիրը։ Ինքը շատ լավ գիտի, որ 7 տարիների ընթացքում ինչ ողբերգությունների է հասցրել Հայաստանին, հայ ժողովրդին, մենք կորցրել ենք Արցախը, մենք մոտ 4000 երեխա զոհվել է, մենք հսկայական նյութական կորուստներ ենք ունեցել եւ Հայաստանը կանգնած է անվտանգության լրջագույն խնդիրների առաջ եւ այդ ամենը Փաշինյանը շատ լավ հասկանում է եւ հասկանում է, որ եթե ինքը կորցնի իշխանությունը, ապա կարող է կանգնել պատասխանատվության առջև։ Դրա համար իր համար ըստ էության անասնական վախ իշխանության կորցնելուց, բայց շատ լավ հասկանում է, որ քանի որ ինքը չունի արդեն այն վստահությունը, որը կար նախկինում 2018 թվականին եւ չի կարող ունենալ այդ վստահությունը, ինքը փորձում է այդ վստահությունը ձեռք բերել հարևան երկրներից, հիմնականում Թուրքիայից, Ադրբեջանից, մասամբ նաեւ Եվրոմիության այսօրվա վերնախավից, ովքեր որ հանուն Ռուսաստանի դեմ պայքարի պատրաստ են Փաշինյանին աջակցել ամեն գնով, միայն թե Հայաստանին դարձնեն մանրադրամ Ռուսաստանի դեմ։ Սա փաստն է, սա իրականությունն է։ Հիմա Ալիևն ու Էրդողանը շատ լավ հասկանում են, թե ինչ վիճակի մեջ է հայտնվել Փաշինյանը, ինքը պատանդի կարգավիճակի մեջ է հայտնվել, իրենց գրպանում է հայտնվել, իրենք բազմաթիվ պայմաններ են դրել եւ բոլորը հերթով կատարվում է։ Դրեցին, որ Մինսկի խումբը պետք է լուծարվի։ Այս տարի սեպտեմբերի 1-ին հայտարարվեց եւ Մինսկի խումբը լուծարվեց։ Մինչեւ այդ Փաշինյանը նշում էր, որ Մինսկի խումբը կլուծարվի այն ժամանակ, երբ որ Ադրբեջանը կնքի խաղաղ պայմանագիր Հայաստանի հետ։ Հայտարարեցին, որ պետք է Հայաստանը սահմանադրությունը փոխի։ Մինչ այդ Փաշինյանը եւ իր իշխանությունը մերժում էր դա։ Հիմա համաձայնվեց, որ պետք է սահմանադրությունը փոխի։ Փաստացի իրենք պահանջում էին, որպեսզի Փաշինյանը հետ վերցնի բոլոր բողոքները միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ։ Փաշինյանը այդ խնդիրը կատարեց։ Վերջապես իրենք ասում են, պետք է ադրբեջանցիները պետք է վերադառնան Հայաստան։ Ալեն Սիմոնյանի շուրթերով Փաշինյանը պատասխանեց Ալիևին, որ այո, մենք պատրաստ ենք ադրբեջանցիներին ընդունել Հայաստան, միայն թե դուք մեզ այդ նվերը տվեք, այ խաղաղ պայմանագիրը տվեք, որ ես կարողանամ հերթական անգամ խաբեմ իմ ժողովրդին, որովհետև 21 թվականին կարացել եմ խաբեմ, 18 թվականին կարացել եմ խաբեմ, հիմա էլ պետք է խաբեմ, որովհետև ես չխաբեմ, ինձ փաստացի ես չեմ կարող վերարտադրվել, ինձ կպատժեն։ Քանի որ ես ձեզ պետք եմ, ձեր համար մեծագույն արժեք եմ, պատմության մեջ դուք այսպիսի արժեք չեք ունեցել,
որտեղ դուք մի անգամ լուծեցիք հայոց խնդիրը, հայկական հարցը 15 թվականին, բայց մնացել է Արևելյան Հայաստանի խնդիրը։ Հիմա որպեսզի դուք կարողանաք այդ խնդիրը լուծեք, ինպես անց պետք է լինի։ Բայց քանի որ իմ համար շահավետ կյանքի խնդիրը, որից վերարտադրվեմ, ինձ պետք է օգնեք։ Նրանք էլ ասում են օգնելու համար պետք է այս խնդիրն էլ լուծես։ Այսինքն պետք է եկեղեցին կազմակերպես ոչնչացնես։ Հիմա դրա համար ինչ արեց, ինքը որպեսի եկեղեցին կարողանա հարցակում անի, ինչ արեց, ձևակերպեց, որ ինքը ուզում է ոչ թե եկեղեցու դեմ պայքարել, այլ կաթողիկոսին է ուզում փոխել, որտեղ կաթողիկոսը չի համապատասխանում այս պայմաններին։ Այսինքն ինքը պատրվակներ էր ման գալի եկեղեցու դեմ հարցակվելու համար։ Սա շատ պարզ եւ պարզ հասկանալի խնդիր է, արդեն ոչ մեկ չի թաքցնում, ադրբեջանական ամբողջ մամուլը ողողված է այդ խնդրով եւ չեն թաքցնում, արդեն թուրքական մամուլն է խոսում դրա մասին, արդեն բոլորը գիտեն, որ այս պայքարը ոչ թե եկեղեցու դեմ պայքար է, այլ սա պայքար է վերջին կառույցը Հայաստանի կազմակերպելու համար, որպեսզի դրանից հետո արդեն ամբողջովին Հայաստանը դառնա անպաշտպան Ադրբեջանի եւ Թուրքիայի առաջ եւ լուծեն այն խնդիրները, որ իրենք գերազել են դարեր շարունակ։ Սա է իրականությունը։ Ինչու դեկտեմբերի 28-ին։ Ասեմ ձեզ, Էրդողանը եւ Ալիևը սիրում են սիմվոլիկաներ։ Ուրեմն դեկտեմբերի 28-ին հայ առաքելական եկեղեցին տոնում է Պետրոս եւ Պողոս առաքյալների տոնը։ Պետրոս եւ Պողոս առաքյալները այն գլխավոր առաքյալներն էին, որոնք մեծ ավանդույթ ունեն քրիստոնեական ժառանգության մեջ։ Եվ այդ իմաստով այդ տոնը շատ կարևոր է քրիստոնեական աշխարհի համար։ Իհարկե, այլ եկեղեցիներ այլ օրեն տոնում, հայ առաքելական եկեղեցին տոնում է դեկտեմբերի 28-ին։ Եվ շատ սիմվոլիկ է, որ Էրդողանն ու Ալիևը ուզում են, որ հենց այդ օրը Նիկոլ Փաշինյանը գրող կազմակերպի, որտեղ դա կլինի գրող ոչ միայն հայ առաքելական եկեղեցու դեմ, այլ քրիստոնեության դեմ ընդհանրապես։ Սա հրեշավոր մի ծրագիր է, հրեշավոր, որը համաձայնվել է կատարել Նիկոլ Փաշինյանը, որտեղ անասնական վախ ունի սեփական ժողովրդից, անասնական վախ ունի, որ կարող է իշխանությունը կորցնել, եւ այդ վախի ելնելով ինքը պատրաստ է կատարել, ինքը դարել է Էրդողանի եւ Ալիևի PR-ի գործակալը, այսինքն ինքը դարել է, ոնց ասեմ, ինքը պատրաստ է բոլոր ծառայությունները իրականացնել միայն թե ինքը ստանա այդ բաղձալի աջակցությունը այդ մարդկանցից։ Ես ուզում եմ հիշեցնեմ այն դավաճան եկեղեցիներին Պետրոս առաքյալի ճակատագիրը։ Պետրոս առաքյալը գիտեք 3 անգամ դավաճանեց Հիսուս Քրիստոսին։ Այս դավաճանելուց հետո վերջում եթե հետ դարձ եկավ եւ ինքը կամովին գնաց եւ հանձնվեց ռոմեական իշխանությանը եւ նույնիսկ խնդրեց, որ իրեն պատժի ենթարկեն ոչ թե Քրիստոսի պես, այլ խաչեն գլխիվայր ձևով, որպեսզի ինքը տարբերվի Քրիստոսից։ Ես սա ուզում եմ հատուկ նշեմ, որ այն դավաճան հոգևորականները, ովքեր որ շանս ունեն հետ դարձի, թող հիշեն Պետրոս առաքյալի կենսագրություն եւ ճակատագիրը։ Նույնը կարելի ասել Պողոս առաքյալի մասին։ Գիտեք, որ Պողոս առաքյալը ըստ հրեական ռաբբի էր ուզում դառնալ եւ իրեն ուղարկել էին, այսինքն հրահանգել էին, որ ինքը գնար եւ պատժեր քրիստոնյաներին։ Հետո ինչ կատարվեց։ Հետո մի լույս առաջ եկավ, ինքը կուրացավ եւ ըստ էության ինքը որի արդյունքում մի քանի օր անց ինքը հասկացավ, որ ըստ էության իր արարքը դա պախարելիքելի արարք է եւ ինքը փոխվեց եւ դարձավ իսկական քրիստոնյա եւ դարձավ հետանոսական ժողովրդների մեջ այն գլխավոր առաքելություն կատարող առաքյալը եւ այդ իմաստով այդ երկու առաքյալների ներդրումը քրիստոնեական ժառանգության մեջ անգնահատելի է եւ ես ուզում եմ հուսամ, որ այն դավաճան հոգեվորականները ովքեր որ դեռ ինչ որ հոգեվորական տարր է մնացել իրենց մեջ, հետ դարձի ճանապարհ ունեն եւ կարող են ինչ-որ փոխվել։ Իհարկե դա չի վերաբերում այն սրիկաներին, որոնք այն գլխից ոչ մի հոգեվորական չեն եղել, իրենց համար քրիստոնեական ուսմունքը գոյություն չունի, իրենք պարզ կատարողներ են եղել եւ սպասարկել ամենաստորին բնազդերը եւ ամենակեղտոտ գործարքների են մասնակցել, որտեղ որ իրենք ծառայության են եղել։ Սա արդեն մեր եկեղեցու մեղքն է, որ այդ մարդկանց թույլ ընտրել, որ իրենք մնային մեր եկեղեցու մեջ, սա արդեն այլ խնդիր է, այլ վերլուծության հարց է եւ այն խնդիրն է, որը եկեղեցին պետք է մաքրվի, ինքնամաքրվի, որպեսզի այդ կեղտից ինքը վերջնականապես մաքրվի, որ իսկապես մեր եկեղեցին դառնա առողջ եկեղեցի, բայց դա արդեն ապագայի խնդիր է։
Դրա համար պետք է որ մենք կարողանանք գալիք հունիսին, գալիք տարվա մեջ մենք կարողանանք ազատվենք այդ սատանայական իշխանությունից, որպեսզի մենք կարողանանք իսկապես փրկենք Հայաստանը։ Սա շատ կենտրոնական խնդիր է։ Եվ այդ իմաստով դեկտեմբերի 28-ը մեր բոլորիս համար ոչ միայն հայ ռաքելական եկեղեցու, այլ քրիստոնեության արժեքների տեսակետից շատ կարևոր օր է, որ մենք կարողանանք այս սատանայական իշխանության գրոհը կանգնեցնենք եւ թույլ չտանք, որ այս շրջանակները կարողանան հասնել իրենց բաղձալի նպատակին, որտեղ սա դրանից հետո կլինի խայտարակություն ամոթ ոչ միայն հայ ժողովրդի համար, այլ ամբողջ քրիստոնեական աշխարհի համար։ Ինքը պատրաստ է մինչև վերջ գնալու եւ հիմա ինչ տեսակ, ինչ սորտի այսպես ասենք, մարդկանց առաջին պլան բերելու։ Մենք տեսանք, խնդրեմ, այս մարդու դեմքը, հիմա ես կցուցադրեմ, Սպենդալյանի անվան ապարայի եւ Բարատի ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրենը կանգնած էր այնտեղ ոգևորած այդ ճակերտավոր քպականներին խասում էր մտեք։ Տեսեք, Մարիամ, պարզ ձևակերպեմ։ Տեսեք։ Սրա դեմքի նայեք, որը բացում էր ուղղակի մայր տաճարը։ Հայաստանում կատարվում է բնական լյուստրացիա։ Բնական լյուստրացիայից հետո, ընտրություններից հետո գալիք տարվա, այդ մարդիկ հայտնվելու են դժոխքում, որովհետև մի անգամ պետք է Հայաստանը անցնի այդ միջոցով, որպեսզի ինքը կարողանա դառնալ պետություն, որովհետև լղոզված կոլխոզնիկական իշխանությունը, որ ասի թե բոլորի հետ եկեք փորձենք բանանենք, այդ կոլխոզնիկական ժամանակահատվածը, որը մենք 30 տարի ապրեցինք եւ որի արդյունքում մենք հասել ենք այս վիճակի մեջ, այլևս ապագա չունի Հայաստանի համար։ Հայաստանը կկործանվի։ Բոլոր պետությունները իրենց այդ դժվարին ճանապարհը անցել են, իրենք մաղել են, այդ կեղտից ազատվել են, որպեսզի ունենան ուժեղ պետություն։ Այդ նույն ճանապարհով անցել է Ռուսաստանը, այդ նույն ճանապարհով անցել է Վրաստանը, այդ նույն ճանապարհով անցել են բոլոր եվրոպական երկրները, այդ նույն ճանապարհով անցել են Միացյալ Նահանգները, աշխարհի բոլոր կայացած նորմալ երկրները այդ ճանապարհով անցել են։ Եվ մենք էլ պետք է այդ ճանապարհը անցնենք։ Մենք գալիք ընտրություններից հետո մենք պետք է ուրիշ եւ նոր որակի Հայաստան ունենանք։ Այդ Հայաստանը պետք է արդեն տարբերվի ֆունդամենտալ այն Հայաստանից, որ մենք ունեցել ենք մինչև այդ, որովհետեւ եթե մենք դա չկերտենք, մենք կկորցնենք ընդհանրապես Հայաստանը, որովհետև մեր արչև, մեր թշնամիները դրել հենց այդպիսի խնդիր։ Թուրքիան եւ Ադրբեջանը իրենց համար պատմական առաքելություն է, որ այսպիսի իշխանություն ունի Հայաստանում, փաստացի իրենք գրավել են Հայաստանի իշխանությունը, խաբել են մեր ժողովրդին եւ հասել են այն նպատակին, որ կազմակերպել են բոլոր կառույցները, սկսած բանակից վերջացած բոլոր պետական քաղաքական կառույցները։ Մնացել է միայն վերջին կառույցը եկեղեցին, որից հետո արդեն վերջնականապես պետականության փլուզումից հետո արդեն իրենք հաջորդ փուլում արդեն պետք է շլյուզները բացեն եւ ադրբեջանցիները վերադառնան Հայաստան, որից հետո արդեն բոլորի համար տեսանելի կդառնա թե Հայաստանը ինչպես է ունենալու Արցախի ճակատագիրը։ Մեր համար սա գոյաբանական խնդիր է, ինչպես որ Նիկոլ Փաշինյանի համար ինքը ունի անասնական վախ իր անձնական կյանքի ճակատագրի խնդիրն է, այնպես էլ 3 միլիոն ժողովրդի համար սա ճակատագրական խնդիր է։ 3 միլիոն ժողովուրդը կամ Նիկոլ Փաշինյանը այդպիսի խնդիր է դրած գալիք ընտրությունների ժամանակ։ Եվ այդ խնդիրը պետք է մենք լուծենք, դրա համար պետք է մենք մեծ կոնսոլիդացիայի ունենք, քաղաքական բոլոր ուժերը պետք է իրենց սաղ ամբիցիաները, իրենց եսակենտրոնությունը, եսասիրությունը մի կողմ թողնեն, որտեղ սա նույնիսկ եմ կրկնում գոյության խնդիր է, սա քաղաքական հաշվարկների խնդիր չի, սա շարքային քաղաքական ընտրություն չի լինելու, սա լինելու է Հայաստանի լինել չլինելու համար ընտրություն։ Սա Պետրբուրգում էր, գիտեք, այնտեղ ինչ-որ հատուկ մարդիկ էին հավաքել, որպեսզի իր հետ հանդիպումը կայանա, բայց ընդհանրապես շատ կարճ մեկ րոպեի։ В Санкт-Петербурге, куда, как известно, премьер-министр Армении Никол Пашинян приехал с визитом на заседание Евразийского экономического союза. В связи с этим представители армянской диаспоры, а также прихожане армянской апостольской церкви Санкт-Петербурга, как мы видим, собрались и устроили митинг. Пришедшие выражают недовольство и обеспокоенность той политикой, которую ведет премьер-министр Армении и власти Армении на сегодняшний день. В частности, можете видеть это на плакатах, где написано, что протестующие просят освободить политзаключенных в Армении, Самвела Карапетяна, архиепископа и епископа и всех задержанных на сегодня. Խնդրեմ ակցիաներ պատասխան Փաշինյանի Հայաստանի ներսում իրականացնող բռնաճնշումների եւ այնտեղ հասցրեց խորին շնորհակալություն հայտնել Ալիևին, շնորհակալություն Պուտինին օժանդակելու խաղաղությանը եւ պարոն Օզարյան այսպես ամուսնության մեջ հասել է դա, որպեսզի ձեզ չընդհատել։ Գալիս է Հայաստան, հակառուսական, հակաեատոմական քարոզ է իրականացնում, այնտեղ այդ հակառուսական
Իսմալյան կնի, Բաբաջանյան կնենով կլինեն, դրանցից ոգևորում եմ, անում է այդ բանների քարոզի փողի վրա, գնում են տեղ շնորհակալություն հայտնում։ Տեսեք, այստեղ ամեն ինչ պետք է հասկանալ հետևյալ տրամաբանությամբ։ Այս մարդուն չի հետաքրում ոչ Ռուսաստանը, ոչ Արևմուտքը, ոչ Հայաստանը։ Իրան հետաքրում է իր իշխանությունը։ Եթե ինքը իշխանությունը կորցրեց, ինքը կանգնելու է լուրջ վտանգների առաջ։ Ինքը տենց է մտածում։ Ինքը ասում է, ես ամեն ինչ պետք է անեմ իշխանությունը չկորցնեմ։ Դա համար պետք է ես ինչ անեմ, ըստ էության ուրիշ բան չունեմ։ Ես պետք է բնակալեզությամբ զբաղվեմ բոլորի նկատմամբ։ Բնակալեզությամբ զբաղվեմ Ադրբեջանի նկատմամբ, Թուրքիայի նկատմամբ, Արևմուտքի նկատմամբ, Տրամպի նկատմամբ, Ռուսաստանի նկատմամբ, բոլորին, ովքեր որ պոտենցիալ կարող են ազդել իմ իշխանության վրա։ Սա իրականությունն է, այս մարդը այլևս կորցրել է քաղաքականությունը։ Հայաստանում այլևս չկա արտաքին գործերի նախարարություն, կա Նիկոլ Փաշինյանի ընտանիքի արտաքին գործերի նախարարություն։ Հայաստանում չկա պաշտպանության նախարարություն, կա Նիկոլ Փաշինյանի ընտանիքի պաշտպանության նախարարություն։ Հայաստանում բոլոր կառույցները արդեն պետական բնույթ չունեն, իրանք Նիկոլ Փաշինյանի պաշտպանության բնույթ ունեն։ Այս մարդը հայտնվել է պատանդի կարգավիճակում, ինքը վախեցած է բոլորից։ Սա է խնդիրը։ Ինքը վախեցած է, որ Արևմուտքից ինքը գնում Արևմուտքում ասում է, ես պայքարեմ Ռուսաստանի դեմ։ Ռուսաստանում գնում ասում է, ես հավատարիմ կմնամ ԵԱՏՄ-ին։ Ադրբեջանին ասում է, ես միակն եմ, որ կարամ ձեզ ապահովեմ ձեր բոլոր պայմանները, որ Ադրբեջանը կարողանա լուծի Հայաստանում։ Թուրքիային ասում է, ես պատրաստ եմ ամեն ինչ անեմ, որ Հայաստանը ստեցան ձեր արի տակ դնեմ։ Ինքը ոչ մի այլ արդեն իր համար խոսել, որ ինքը լուրջ քաղաքական գոյություն չունի։ Այդ մարդը արդեն գոյություն չունի, այդ մարդը պարտված մարդ է, այդ մարդը վախեցած մարդ է, ինքը վախեցած է սեփական ժողովրդից։ Ավելին կարամ ասեմ, որ եթե ինքը իմանար, որ Ալիևը չի գնալու այդ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի եւ ԱՊՀ երկրների այդ հագագատնաժողովին, ինքն էլ չէր գնա, որովհետեւ ինքը դարել է արդեն Ալիևի սպասարկող անձնակազմի ներկայացուցիչ է։ Պարզապես ասեմ ձեզ, որ տեսեք, անցյալ տարի Ալիևը չգնաց Մոսկվա, որովհետեւ ամեն տարի դեկտեմբերի 21-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի տնտեսական նիստ է լինում։ Ես 22-ին ավանդաբար Պուտինը հավաքում է ԱՊՀ երկրների ղեկավարներին եւ ոչ ֆորմալ գագաթնաժողով է կազմակերպում։ Դա ամեն տարի լինում է։ Անցյալ տարի Ալիևը չգնաց, որովհետեւ գիտեք, որ խոցվեց ադրբեջանական սամոլյոտը, կործանվեց ադրբեջանական սամոլյոտը ռուսական օդում, այնտեղ առաջացավ ճգնաժամ, ռուս-ադրբեջանական ճգնաժամ առաջացավ եւ Ալիևը վիրավորված դեմարշ արեց չգնաց։ Տեսնելով Ալիևը չի գնում, բնականաբար Փաշինյանը պետք է չգնար։ Ինքը հայտարարեց, որ ինքը հիվանդ է եւ տեսակապով ինքը կապնվեց գագաթնաժողովին, որը ծաղրի առարկա էր դարձել բոլորի համար։ Այս անգամ, տեսեք, անսպասելի էր, որ Ալիևը չգնաց Մոսկվա։ Շատերը համոզված են, որտեղ տեսեք, բանում կենտրոնական Ասիայում, երբ որ հանդիպում եղավ ԱՊՀ երկրների, Ալիևը գնացել էր։ Նույնիսկ մտածում էր, որ Փաշինյանը կարող է չգա։ Հիշում եք, որ Լուկաշենկոն էլ ծաղրեց, ասեց, որ ես համոզված եմ, որ Փաշինյանը անպայման կգա մեր հետ, որտեղ ինքը մեզ շատ է սիրում։ Հիշում եք այդ պատմությունը։ Այսինքն փաստացի այս անգամ էլ դեկտեմբերի 20-ին, այսինքն 1 օր առաջ Պուտինի մամլոխոսնակ Պեսկովը հայտարարեց, որ մենք սպասում ենք Ալիևին, որ ինքը պետք է գա Մոսկվա, նույնիսկ հայտարարեց, որ սպասում են առանձնազրույցներ, առանձին Պուտինը Ալիևի հետ եւ Պուտինը Փաշինյանի հետ։ Բայց շատ եւ այդ ժամանակ անսպասելիորեն 1 օր անց պարզվեց, որ Ալիևը դեմարշ անում չի գնում Ռուսաստան եւ Փաշինյանը ինքնաթիռում է իմանում դրա մասին եւ արդեն չէր կարող հասնել հայտարարել, որ ինքը հիվանդ է եւ ինքը post factum հայտնվել է Մոսկվայում, հավանաբար շատ վատ է զգացել, որ ինքը գնացել այնտեղ, բայց Ալիևը չի գնացել, դրա համար որպեսզի դա կոմպենսացնի, Մոսկվայում սկսեց գովաբանել Ալիևին։ Դուք պատկերացնում եք, մենք ուր ենք հասել։ Մենք չունենք այլևս Հայաստանի ղեկավար։ Մենք ունենք Ադրբեջանի ղեկավարի նախագահի Ալիևի վարչակազմի ներկայացուցիչ Հայաստանի պաշտոնում։ Սա խայտարակություն է, դա մեծագույն մեր ժողովրդի ամենամեծ խայտարակությունը սա է։ Սա մեծագույն խայտարակություն է։ Ես ուրիշ բան չեմ կարող ասել։ Բայց սրա մեղավորը մենակ Նիկոլ Փաշինյանը չի։ Սրա մեղավորը մեր քաղաքական դաշտն է, մեր հանրային գործիչներն են, որոնք մինչև հիմա 7 տարվա մեջ իրար բզգտելով, իրար հետ կռվելով չեն կարողացել միասնական օրակարգ սարքել, որտեղ իրանք ավելի շատ իրար են բզգտում, իրար են բանանում, քան թե սիրում են սեփական երկիրը։ Սա ցավոք սրտի սա դառը իրականությունն է։ Դրա մասին էլ պետք է մենք խոսենք։
Հայաստանում իշխանափոխությունից հետո երկրորդ խնդիրը որ պետք է քննարկվի, այս համակարգը պետք է քննարկվի, որը անթույլատրելի է sense համակարգ ունենալը, այսպեսի քաղաքական համակարգ ունենալը դա խայտարակություն է մեր ժողովրդի համար։ Սա մեծագույն խայտարակություն է, որտեղ 7 տարի թույլ տալ, որ այս մարդը մնա իշխանության, տեսեք, Վրաստանում Գամսախուրդյան, որ եկավ իշխանության, եւ ինքը միանգամից մարդիկ տեսան, թե ինքը ինչ կործանար հետևանքներ ունեցավ, ընդհանրապես տևեց 6 ամիս։ Էլչիբեյը, որ ադրբեջանական Փաշինյանն էր, որ եկավ իշխանության եւ պարտվեց պատերազմում, իր իշխանությունը տևեց ընդամենը 9 կամ 10 ամիս։ Այս մարդը 7 տարի պարտվելով, պարտություն բերելով, հսկայական կորուստներ բերելով 7 տարի է մնացել է իշխանության մեջ եւ դրանից հետո առանց ամոթի քաղաքական գործիչները խոսում են, ինչ որ տեսակետներ են հայտնում, խոսույթ են խոսում, հարցազրույցներ են տալիս։ Ես ինքս որպես ես քաղաքագետ եւ կուսակցություններից եմ ամոթ զգում դրա համար։ Բայց ես հասկանում եմ, որ մենակ ինձանից եւ մենակ մեր ուժից կախված չէ այս խայտարակ իրավիճակը, բայց դա առանձին թեմա է, նույնիսկ եմ կրկնում, սա անպայման մենք սրան անդրադառնալու ենք Հայաստանը փրկելուց հետո, երբ որ մենք իշխանափոխություն իրականացնենք, որտեղ նույնիսկ եմ ասում, սա մեր ամենաամոթալի էջերից մեկն է, բայց սրա գլխավոր մեղավորը մեր ժողովուրդը չի, որտեղ մեր ժողովուրդը падգամ է տվել։ Մենք ուզում ենք փոփոխություն, բայց այս մեր ժողովուրդը չի տեսնում այդ այլընտրանքը, որտեղ այդ այլընտրանքը պետք է քաղաքական դաշտ է եւ մինչեւ հիմա չի կարողացել այդ այլընտրանքը տալ։ Սա ինչի չի տվել։ Դա առանձին վերլուծության թեմա է, որը ես չեմ ուզում անդրադառնամ, որտեղ չեմ ուզում դեռ քանի դեռ այս իշխանությունը կա, ներկայացնեմ փակագծեր բացեմ, բայց կգա ժամանակը մենք անպայման բացելու ենք այդ փակագծերը։ Դա միանշանակ եմ ասում։ Բայց հիմա ինչ վրա մենք վերադառնանք այս խնդրին։ Սա այս իրավիճակը նույնիսկ եմ կրկնում, սա մեծագույն խայտարակություն է մեր ժողովրդի համար։ Եվ ըստ էության կարելի ասել, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի կարողանանք նախ կանխենք այս իշխանության գրոհը հայ առաքելական եկեղեցու վրա, եւ վերջապես մենք կարողանանք համախմբվենք, կազմակերպենք եւ գալիք ընտրություններում ամեն ինչ անենք, որ փակենք այս խայտարակ մեր էջը, բացենք Հայաստանի համար նոր որակի զարգացման էջ։ Առանց դրա մենք ոչ մի ապագա չունենք։ Կոնի վրա դրածա կամ խնդիրը, կամ Նիկոլ Փաշինյանը, կամ Հայաստանը, կամ 3 միլիոն մարդը, կամ Նիկոլ Փաշինյանը։ Երրորդ տարբերակ չկա այլևս։ Կոմպրոմիսը կարող է լինի միայն այն, որ մենք կարողանանք այդ մարդուն հանտանք հումանիտար միջանցք, որ ինքը վռնդվի Հայաստանից, որպես այդ կոմպրոմիսը լինի, այսպես ասած, առանց մեծ ցնցումների։ Սա է, ուրիշ խնդիր չկա, ուրիշ տարբերակ Հայաստանը չունի։ Սա է հարցը։ Իսկ արդեն հստակ է, չէ՞, Ռուսաստանն էլ է դնում, որ 2 լարի վրա դու խաղ չես կարող անել, չես կարող ԵՄ անդամ լինել, ԵԱՏՄ անդամ լինել, այս մասով, հա, ինքը հիմա ոնց է փորձել։ Տեսեք, խնդիրը անի մեջ է։ Հայաստանում բոլոր նախկին ղեկավարներն էլ փորձել են վարել բալանսավորված քաղաքականություն, որը ճիշտ քաղաքականություն է։ Այսինքն փորձել են ռազմավարական հարաբերությունները, որ սարքել, կառուցել Ռուսաստանի հետ, եւ միաժամանակ փող լրացնելով այդ քաղաքականությունը, զարգացնել հարաբերությունները եվրոպական երկրների հետ, Միացյալ Նահանգների հետ, այլ երկրների հետ, որը ճիշտ քաղաքականություն է, որտեղ բալանսավորված քաղաքականությունն է, որ պետությանը պահում է կայուն վիճակի մեջ, որտեղ միակողմանի քաղաքականությունը օբյեկտիվորեն ինքը իր բարդությունները բերում, որտեղ միակողմանիությունը դա մենաշնոր է, ինչպես որ տնտեսության մեջ մենաշնորը վատ բան է, մրցակցությունն է լավ է, այնպես էլ արտաքին քաղաքականության մեջ բալանսավորված քաղաքականությունը ճիշտ է, բայց նախկին ղեկավարները իրենց բոլոր մինուսներով, իրենց բոլոր բացասական բաներով մի հարցում իրանք բոլորն էլ հաջողված են սարքել, իրանք բոլորն էլ վարել են բալանսավորված փոխլրացված եւ հաջող քաղաքականություն։ Ինչու՞, որտեղ իրենք փորձել են ոչ թե հակասությունների վրա խաղան, այլ փորձել են առավելապես լավացնել հարաբերությունները եւ Ռուսաստանի հետ, եւ արևմտյան երկրների հետ, եւ Միացյալ Նահանգների հետ, որը իրենց բոլորին ստացվել է այս կամ այն չափով։ Մեկին լավ է ստացել, մյուսին վատ է ստացել, բայց էականը դա չէ։ Էականը կայացել է նրանում, որ Հայաստանը կարողացել է իր անվտանգային համակարգը պահել, մենք ստեղծեցինք երկրորդ հայկական պետականությունը Արցախում, եւ մենք կարողանում էինք այդ ժամանակահատվածում կարողանում էինք այս խնդիրները պահել։ Բալանսավորված քաղաքականությունը ճիշտ է։ Ինչ է անում Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը իբր բալանսավորված քաղաքականության ֆոնի տակ ինքը փաստացի կարելի ասել փչացնում է մեր հարաբերությունները մեր ռազմավարական դաշնակցի հետ, փչացնելով ռազմավարական դաշնակցի հետ մեր հարաբերությունները, մանրադրամ է դարձնում Հայաստանը այդ արևմտյան էլիտաներին, որոնք պատերազմ են հայտարարել Ռուսաստանին,
որոնց համար Հայաստան, Վրաստան, Ադրբեջան հետաքրքիր չեն, իրենց համար մի խնդիր է հետաքրքիր։ Իրենք պատերազմի մեջ են Ռուսաստանի հետ եւ իրենց բացի Ռուսաստանից ոչինչ չի հետաքրքիր։ Իրենք պատրաստ են մանրադրամի դեմ դնել Վրաստանը, Մոլդովան, Հայաստանը, Ուկրաինան։ Տեսեք ինչ է կատարում Ուկրաինայի հետ։ Ուկրաինան ուներ պատմական շանս դառնալու կամուրջ եւ բալանսավորված քաղաքականություն վարել Ռուսաստանի եւ արևմտյան երկրների հետ։ Իրանք մերժեցին այդ արևմտյան էլիտաները մերժեցին այդ քաղաքականությունը, Ուկրաինան դարձեցին պլազդարմ Ռուսաստանի դեմ, Ռուսաստանը պատասխանեց դրան, որի արդյունքում այն Ուկրաինան, որը պատրաստվում էր դառնալ ԵՄ անդամ, այն Ուկրաինան եւ ՆԱՏՕ-ի անդամ, հիմա կանգնած է ՆԱՏՕ-ի անդամ դառնալուց հրաժարվելուց, կորցրել է իր տարածքների 20-25%-ը, միլիոնավոր մարդիկ են զոհվել դրա արդյունքում, թվերը տարբեր են, բայց մոտարապես միլիոնից ավել եւ նույնիսկ տեսակետներ կան, որ ընդհանուր թվերը հասնում է մի քանի միլիոնի եւ դա ասում են ոչ միայն ռուսական, այլ նաեւ ամերիկյան աղբյուրները։ Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության կառույցները, Կիթ Քելեգը, բանագնացը, որ Ուկրաինայի հետ էր աշխատում, իրանց թվերը մոտարապես նույնն են։ Ըստ էության Ուկրաինան ձգտում էր դեպի Եվրոմիություն, ստացավ միլիոնավոր զոհեր, ստացավ տարածքների կորուստ, ստացավ էներգետիկ համակարգի ոչնչացում եւ հսկայական կոռուպցիոն համակարգ իրենց երկրում։ Մենք էս ենք ուզում։ Վրաստանը նույն մակարդակի մեջ էր 2008 թվականից հետո, բայց խելքի եկավ 2012 թվականին իրենց ամբողջ քաղաքական վերնախավը թողեց իրենց հակասությունները, միավորվեցին Իվանիշվիլիի գլխավորությամբ, փոխեցին իշխանությունը եւ դարձան ինքնավար պետություն։ Եվ այդ ինքնավար պետությունը կարողանում է բալանսավորված քաղաքականություն վարել, որը դուր չի գալիս այսօրվա եվրոպական էլիտաներին։ Ինչի դուր չի գալիս, որովհետեւ իրանք ուզում էին, որ Վրաստանը դառնար մանրադամ Ռուսաստանի դեմ։ Իրանք Վրաստանը Եվրոմիության անդամ հետաքրքիր չէր։ Ավելին, երբ որ բանակցությունների ժամանակ վրացիներին ասում են մենք ուզում ենք դառնանք Եվրոմիության անդամ, բայց չենք ուզում պատերազմի մեջ լինել Ռուսաստանի հետ, իրանք ասում են մեզ այդպիսի անդամ դառնալ հետաքրքիր չի։ Մեզ պետք է որ Վրաստանը որպես սահմանակից երկիր Ռուսաստանի դեմ լինի։ Մեզ այդ է հետաքրքիր։ Մեզ դու ձեր անդամ դառնալը հետաքրքիր չի։ Բառացի, այսինքն իրանք չեն թաքցնում, որ իրանց համար Ֆրանսիան, Գերմանիան, Շվեյցարիան դրանք են իրական Եվրոմիության անդամներ։ Իսկ այն հարակից երկրները Հայաստանի, Վրաստանի կամ նման երկրները իրանց համար մանրադրամի դերը պետք է կատարեն։ Այլ խնդիրը որ Հայաստանում, Վրաստանում կան շերտեր, քաղաքենիական շերտեր, որոնք իրանց նոութբուքներից դուրս չեն գալիս, իրանք վիրտուալ կյանքով են ապրում։ Այդ իրանք իրական կյանքի հետ իրանք կապ չունեն, իրանք այդ հովերի մեջ են ապրում, բայց դրանք շատ նեղ շերտ է, որտեղ իրականությունը բոլորը հասկանում են, որ Հայաստանը, օրինակ եմ ասում, էներգակիրների խնդրեմ ունի, գազը ստանում է պետք է ստանա կամ Ռուսաստանից կամ Ադրբեջանից, Ռուսաստանից եթե չստանա Ադրբեջանից ստացավ Ադրբեջանը միանգամից արդեն պայմաններ կդնի Հայաստանին վտանգավոր պայմաններ կդրի, որտեղ ինքը մեզ համարում է թշնամի պետություն, Ադրբեջանը պաշտոնապես հայտարարում է պետք է Հայաստանը չլինի, ավելին կարամ ասեմ, Յենի Ադրբեջան 2018 թվականի համագումարի ժամանակ, երբ որ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, պաշտոնապես հայտարարեց, որ մենք 10 տարվա ընթացքում պետք է հասնենք նրան, որ ոչ միայն Արցախ, այլ նաև Հայաստանը չլինի այս քարտեզի վրա, որտեղ Հայաստանը դա արեստացին պետությունն է, իր տեղը պետք է մենք ստեղծենք արևմտյան Ադրբեջան։ Ասեմ դες, որ այդ համագումարում հրճակված դրույթներն ու ծրագրերը կյանքի են կոչվում փուլերով եւ իրանք շատ մոտ են այդ իրականացմանը։ Հիշեք, այսօր 25 թիվն է, իրանք նշել են մինչեւ 28 թիվը, այսինքն մինչեւ 28 թիվը իրանք պետք է հասնեն այդ նպատակին։ Նիկոլ Փաշինյանի պարագայում իրանք կհասնեն այդ նպատակին, որովհետեւ Ալիևը հայտարարեց մենք ուժով գրավեցինք Արցախը, մենք խաղաղ ճանապարհով ենք գրավելու Հայաստանը, որովհետեւ իրանք ունեն Նիկոլ Փաշինյանի պես ապրանք Հայաստանում, շատ པարզ պատճառով, շատ հասկանալի պատճառով։ Սա է իրականությունը։ Հիմա իրենք փորձում են մեզ կերակրել, որ խաղաղությունը տեսեք, բենզինի տեսքունի, վագոնների մոտ կանգնում են, մեր վերած խաղաղությունն է ստացեք, մեր վերած խաղաղությունն է անասնակերն է ստացեք, մեր վերած խաղաղությունն է սահմանի կրակոց չկա։ Տեսեք, հասկացա։ Տեսեք, ընդհանուր առմամբ ես այս ձևակերպեմ։ Վաղ ասացիք, սպասեք, տեսեք ինչ փտած։ Այո, տեսեք, ընդհանուր առմամբ ամբողջ այս, այսպես ասած, ցորենի, բենզինի ներկրումը Հայաստան բառից բուն իմաստով քարոզչական բնույթ ունի, դա իրականում Հայաստանի ժողովրդի կենսամակարդակի բարձրացման խնդիր չունի, Ալիևը հաստատ այս խնդիր չի դնում։ Տեսեք Ալիևի ծրագրային ելույթները իրենց համագումարներում եւ հասկացեք, որ այդ մարդու խնդիրը
Ձեզ վռնդելն է, հարգելի ժողովուրդ, ձեզ այս տարածքից վռնդելն է, ինչպես որ 15 թվականին Թուրքիայի իշխանությունը վռնդեց Արևմտյան Հայաստանի ժողովրդին։ Իրանք չեն թաքցնում, իրանք զարմանալի է, բայց իրանք չեն թաքցնում դա։ Հիմա այդ ցորենը կամ բենզինը, որ բերում են այստեղ, իրանք բերում են զուտ քարոզչական նպատակով, քարոզչական բանի տրամաբանությամբ։ Սա է իրականությունը։ Հիմա ասեմ ձեզ օրինակ եմ ասում, հիմա իրանք ունեն իրանք պոմիդորների իրացման խնդիր, լոլիկների իրացման խնդիր։ Դուք գիտեք, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունների վատ տարածման արդյունքում Ռուսաստանը փաստի տնտեսական պատժամիջոցներ է կիրառել Ադրբեջանի գյուղատնտեսության վրա, եւ Ադրբեջանը չի կարողանում իրացնել իր գյուղատնտեսական ապրանքները ռուսական շուկայում։ Հիմա այդ ճգնաժամը բավականին դժգոհություն է առաջացրել Ալիևի մոտ, եւ իրանք փորձում են իրականացնել դա Եվրոպական միությունում, բայց չի ստացվում, 0 բանով։ Չնչին քանակով իրացել են Միացյալ Նահանգների շուկայում իրանց գյուղատնտեսական ապրանքները, եւ իրանք խնդրեցին, որ գոնե Իսրայելը որպես ռազմավարական դաշնակից ընդունի ադրբեջանական լոլիկները, պոմիդորները, եւ ինչ պարզվեց։ Պարզվեց, որ ադրբեջանական պոմիդորների, լոլիկների որակը չի համապատասխանում այդ ստանդարտներին, եւ ըստ էության այս վերջի ստուգումների արդյունքում Իսրայելը փաստացի չեղել է հայտարարել այդ ներկրման այդ ամբողջ պարտիան եւ փաստացի բավականին ծանր վիճակի մեջ են հայտնվել։ Հիմա իհարկե ձևակերպում են, որ դրանք իրականում կեղծ պոմիդորներ են եղել Ադրբեջանի հետ կապված չեն եղել, բան, որպեսզի կարողանան փրկեն այդ հարաբերությունները, որտեղ դա խայտարակություն է եղել, որտեղ այդ փթած պոմիդորները, որ դաշտերում մնում են արտեն, իրանք արդեն ոչ մի ստանդարտների չեն համապատասխանում, միշտ երբևիցե չեն համապատասխանել, բայց հիմա քանի որ դա բացահայտվել է, իրանք պետք է իրացնեն ինչ-որ միտեղ։ Ես սպասում եմ, որ մոտ ժամանակներս Ալիևը այդ նվերը, ճակերտավոր նվերը հանձնելու է Հայաստանին որպես նվիրատվություն, որտեղ այդ փտած պոմիդորները ոչ մեկին պետք չեն ավելին կարող եմ ասեմ վնասական են, որովհետև եթե Ռուսաստանը պատժամիջոցը կիրառել իր բանը քաղաքական նպատակներով, ապա Իսրայելը կուզենար, որ այդ պոմիդորները վերցներ, որտեղ ռազմավարական դաշնակից է, բայց ինքն էլ է սամ բանը փակել այդ ճանապարհը, որտեղ տեսել է, որ խայտարակ անորակ մակարդակի պոմիդորներ են։ Հիմա ես նույնպես եմ ասում, քանի որ մենք տեսանք ցորենի ներկրում, բենզինի ներկրում, սպասենք լոլիկի պոմիդորների ներկրումը Հայաստան, որտեղ իրանց դաշտերում այդ պոմիդորները փթում են, իրանք իրացման հնարավորություններ չունեն եւ ենթադրում են, որ լավագույն տարբերակը կլինի այն իրանց համար, որ այդ պոմիդորները որպես նվեր հանձնեն Փաշինյանին, որպեսզի Փաշինյանն էլ մեր ժողովրդին ցույց տա, որ տեսեք, քանի ես կամ Ալիևը մեր վրա չի հարձակվի, եթե ես չնեմ, Ալիևը մեր վրա կհարձակվի։ Սա է խնդիրը, դա մեծագույն խաբեություն է, որովհետեւ իսկապես եթե այլընտրանքում հայտնվի մի քաղաքական ուժ, որը իսկապես կարողանա վերականգնել մեր ռազմավարական հարաբերությունները մեր ռազմավարական գործընկերների հետ, ապա դրանից հետո երբևիցե ոչ մի երկիր, ոչ Թուրքիան, ոչ Ադրբեջանը ռիսկ չեն անի Հայաստանի վրա հարձակվելու, ռիսկ չեն անի, որովհետև ես ուզում եմ հիշեցնեմ 1992 թվականի պատմությունը, հունիսի 20-ի պատմությունը, երբ որ պատերազմի ժամանակ, հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ Թուրքիան իր հսկայական բանակը մոտեցել էր Հայաստանի սահմանի մոտ, որպեսզի հարձակվեր մտներ Հայաստան, այն ժամանակ բանը SNG-ի գլխավոր շտաբի պետ Շապոշնիկովը եկավ Երևան եւ հայտարարեց, որ եթե Թուրքիան ներխուժի Հայաստան, ապա դա կլինի երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը։ Այդպես են կանգնացնում այդպես են կայացնում խաղաղությունը։ Խաղաղությունն ալի այն ժամանակ, երբ որ Ադրբեջանը Թուրքիան տեսնեն, որ իրանք չեն կարող հարձակվել Հայաստանի վրա։ Միայն այդ ժամանակ իրանք կնստեն մեր այդ բանակցությունների, միայն այդ ժամանակ նորմալ բարիդրացիական հարաբերություններ կհաստատվեն եւ տնտեսական զարգացում կլինի եւ իսկապես մենք էլ իրանց ապրանք վաճառենք, իրանք էլ մեզ ապրանք կվաճառեն։ Դա արդեն կլինի նորմալ իրավիճակ, բայց քանի դեռ այդպիսի իրավիճակ չկա, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է մեր ռազմավարական դաշնակցի հետ պահպանելու հարաբերությունները, Թուրքիան ու Ադրբեջանը տեսնելով, որ մենք անպաշտպան ենք մնացել, իրենք ունեն ծրագիր մեզ ոչինչ հասնելու, դա շատ տրամաբանական է։ Ինչի՞, որովհետև Նիկոլ Փաշինյանի անձնական շահերին չի համապատասխանում մեր ռազմավարական դաշնակցի անձնական շահերին։ Ինչու՞, որովհետև Նիկոլ Փաշինյանը գցել է Պուտինին, շատ լավ գիտենք, 2022 թվականին, երբ որ ռուս-ուկրաինական պատերազմը սկսվեց,
ինքը հենց այդ պատերազմի ժամանակ որոշում կայացրեց, որ պետք է արևմուտքին պաշտպանի, արևմուտքը պահանջեց, որ ինքը Ղարաբաղը զոհաբերի, ինքը զոհաբերեց 22 թվականի հոկտեմբերի 6-ին, Ռուսաստանը դրա մասին հիշում է, Նիկոլ Փաշինյանն էլ է հիշում դրա մասին, ինքը շատ լավ գիտի, որ եթե Հայաստանը մնա 5 կապերը, ապա ինքը չի կարողանալու պահպանել իշխանությունը, դրա համար ինքը ամեն կերպ ինքը ուզում է ազատվի ռուսական իշխանությունից, դրանից էլ ուզում են օգտվել Թուրքիան ու Ադրբեջանը, շատ պարզ հասկանալի խնդիր է։ Մեր ժողովուրդը պետքա դա հասկանա։ Մեր ժողովրդին դա պետքա բացատրի ոչ միայն առանձին քաղաքագետներ կամ առանձին քաղաքական ուժեր, այլ ամբողջ բոլոր քաղաքական ուժերը պետքա իրենց ամբիցիաները մի կողմ թողնեն, սկսեն երկխոսել մեր ժողովրդի հետ։ Ոչ թե նստեն, սպասեն ընտրության օրը, որ գան մի քանի ձայներ փախցնեն գնան։ Դա խայտարակություն է այս մեր քաղաքական դաշտի հետ։ Ուղղակի ես չեմ ուզում դրա մասին խոսեմ, բայց հետո առանձին խոսանք։ Պարոն Բոզոյան, նաև ես հարցին կուզեմ անդրադառնալ, տեսեք, միայն 4.800.000 դրամ կստանան նախարարի 3 տեղակալները, 2.600.000 դրամ կստանան նախարարի 2 խորհրդականները, վարչությունների պետերը, մամուլի քարտուղարը, քարտուղարության պետը, ռազմաբժշկական փորձաքննական կենտրոնի պետն ու ևս մի քանի հոգի։ Միայն այս խմբի պարգևավճարի ընդհանուր գումարը կկազմի 146.296.000 դրամ։ Սա պարգևավճարների մասով գրել է հրապարակ օրաթերթը։ Բայց Փաշինյանն ասում է, թոշակառու 65-ը ինչ տարիք է, որ գնա բիզնես դիր, 10.000 դրամ որտեղ ինչ եք անելու, խնդրեմ։ Տեսեք, ես սենց ձևակերպեմ, ընդհանուր առմամբ Հայաստանի այսօր հնան արդեն 30 միլիարդ դոլարից ավել է, եւ դա ի շնորհիվ հայ-ռուսական հարաբերություններում տնտեսական բալանսի մեծացման, դա պետք է մենք հատուկ ֆիքսենք, որովհետեւ ի վերջո Հայաստանի տնտեսական կապերը այնպիսին են, որ օբյեկտիվորեն բնականորեն մեզ այդպես է ստացվել։ Տեսեք, Վրաստանը, որ ինքը փորձեց, բայց հիմա էլի Վրաստանի տեսակարար կշիռը Չինաստանի եւ Ռուսաստանի հետ ավելի մեծ է, քան արևմտյան երկրների։ Դա փաստ է, իրականությունն է։ Հիմա բնականաբար տնտեսական զարգացումը պետք է բերի մարդկանց կյանքի բարգավաճման։ Տեսեք, օրինակ, պաշտոնապես արդեն վրացիները հայտարարեցին, որ իրենց մեկ շնչի վրա մեկ հնայի բանը թիվը կազմում է $10,000, մեկ շնչի վրա Վրաստանում արդեն։ Մեր մոտ միջին աշխատավարձը հրճակվել է $8,500 կարգի թիվ, մոտավորապես պլյուս մինուս։ Հիմա հարց եմ ուզում տամ մեր ժողովրդին, մեր բնակչությանը։ Դուք միջին աշխատավարձով $850 աշխատավարձ ստանում եք։ Գնացեք Երևանից դուրս 30 կիլոմետր հեռավորությամբ բոլոր գյուղեր եւ քաղաքներ, կտեսնեք, որ այնտեղ միջին աշխատավարձը մոտավորապես 100-ից 150,000 դրամի կարգի է, ու դա մասսայական բնույթ է կազմում։ Այսինքն այդ միջին աշխատավարձը, որ ձևակերպել են $850, դա կայացել է զուտ այն բանի պատճառով, որ Հայաստանում կան պաշտոններ, որոնք ունեն գերբարձր աշխատավարձներ։ Դրանք հիմնականում բանկային ոլորտի մեջ են, դրանք հիմնականում IT ոլորտի մեջ են, դրանք հիմնականում այդ տիպի այդ նաև պետական ծառայողների, որը ես նույնպես եմ կրկնում, մեր նպատակը պետք է լինի ոչ թե այդ մարդկանց աշխատավարձները իջեցնել, այլ մնացածի աշխատավարձները բարձրացնել։ Դա շատ կարևոր խնդիր է, որտեղ մենք այդ հնարավորություն ունենք, որտեղ Հայաստանի տնտեսությունը թույլ է տալիս այդ հնարավորությունը, որտեղ Հայաստանը ունի այդ պոտենցիալը, բայց որպես այդ պոտենցիալը մենք կարող ենք ունենանք, մենք պետք է այս օլիգարխիկ համակարգը, որը խոստացել էր Նիկոլ Փաշինյանը կազմաքանդել, պետք է կազմաքանդենք եւ դարձնենք մրցակցային համակարգ, որպեսզի մրցակցային համակարգի պայմաններում կարողանանք իսկապես մարդկանց հոշակները բարձրացնենք, տեսեք, մեր սպառողական մինիմալ զամբյուղը կազմում է մոտավորապես 80,000 դրամ, 80,000 դրամ։ Մինիմալ աշխատավարձը մնացել է ընդամենը 75,000 դրամ, այսինքն մինիմալ աշխատավարձ ունեցող մարդը մինիմալ սպառողական զամբյուղից ավելի ցածր է ստանում։ Դա խայտարակություն է, դա ողբերգություն է։ Հələ մի քիչ չասենք հələ թոշակառուների թոշակները մոտավորապես 40-ից 50,000 են միջինը, սենց ձևակերպենք, հա, 40-50,000 դրամով դու կարաս այդ թոշակով կարաս ապրես, երբ որ քո դեղերի գները առնվազն 2-ից 2.5 անգամ ավելի բարձր են, քան Վրաստանում կամ Ռուսաստանում նույն դեղերը, ընդ որում իրանց որակն էլ առանձին մի թեմա է խոսալու։ Այդ պլյուս դրան հիմա սրանք խոսում են, որ հունվարի 1-ից պետքա բժշկական ապահովագրական համակարգ ներմուծեն, որը դրական է ներմուծելը, բայց տեսեք Վրաստանը 15 թվականից արդեն ներմուծել է նենց մի հատ համակարգ, որտեղ հասարակ մարդը ոչ մի բերս բանա հարկային բերի տակ չի մտել, բայց ամեն մի քաղաքացին ամեն տարի ստանում է $9,200 բան բյուջեի, այսպես ասած, բան
գումար, որի արդյունքում ինքը տարվա մեջ մինչև $9,200 կարող անվճար բուժման սպասարկում ունենա։ $9,200 դա մեր հարևան Վրաստանի մասն է խոսում։ Այսինքն եթե 4 հոգյանոց ընտանիքը վերցնենք, ամեն մեկը $9,200, որ բազմապատկենք 4-ի, դա կլինի մոտավորապես $36,000-37,000 ամեն մի ընտանիքը այդ քանակի ինքը ընդ որում դա այն երկրում, որտեղ բուժ ծառայությունները, բուժ սպասարկումները մոտավորապես 20-25%-ից ավելի ցածր են, քան Հայաստանում։ Սա իրականությունն է, ժողովուրդ ջան, բայց մենք կարանք այս իրականությունը փոխենք, դա մեր ձեռքում է։ Մեր ձեռքում է, որպեսզի մենք փոխենք, մենք ինչ պետք է անենք։ Մենք խաբեբաներին, պոպուլիստներին, խուլիգաններին պետք է հեռացնենք այս իշխանությունից։ Մենք պետք է նորմալ մարդկանց բերենք, նորմալ մարդկանց, ովքեր որ հասկանում են, թե ինչ է նշանակում տնտեսություն, հասկանում թե ինչ է նշանակում սոցիալական պարտականություններ։ Հիմա տեսեք, ես դեմ չեմ, որ բաները, պատգամավորներն ու նախարարները բարձր աշխատավարձ տան։ Ասեմ ձեզ, որ հանուն արդարության պետք է ասեմ, նույն Վրաստանում արդեն միջին պատգամավորը ստանում է մոտավորապես $4,000 պաշտոնապես արդեն հունվարի 1-ից ստանալու է $4,700։ Վատ չի որ դա ստանա։ Ես կուզենամ որ մեր մոտ էլ բարձր աշխատավարձներ, բայց ես կարծում եմ որ այդ բարձր աշխատավարձներն ու բաները պետք է սկսի հասարակ մարդկանցից։ Պետք է ուսուցիչները ստանան ոչ թե բանը գրոշներ, այլ նորմալ աշխատավարձ տան։ Ուսուցիչները պետք է նորմալ աշխատավարձ ստանան։ 400-500,000 բաց, որտեղ իրանք այն շերտն է, որը կրթում է մեր հասարակությունը։ Ամենակենտրոնական, իսկ մեր ուսուցիչը այսօրվա դրությամբ մեր ճանապարհային ոստիկանությունից աշխատողից ավելի ցածր աշխատավարձ, դա խայտարակություն է, դա ողբերգություն է, այս ուրիշ բան չեմ կարող ասել։ Մենք այս դիսբալանսը պետք է ֆունդամենտալ փոխենք։ Թոշակառուները, մեր թոշակառուները ծանր վիճակի մեջ են, առավել առանց դրան էլ ինքան դառը կյանք են ունեցել։ Խորհրդային միության ժամանակ մեծ սպասում ունեին, հետո այդ խապտվեցին այդ մեծ սպասման ժամանակ, հետո այդ վայրի կապիտալիզմի անցունքում անցան դաժան այս բանը կապիտալիզմի եւ օլիգարխիայի օրենքները այդ մարդկանց մասերեն գցեցին աղքատության մեջ եւ ստիպած իրանք իրancs թողների կամ երեխաների հաշվին կարողանում են մի կերպ ապրեն եւ այդ մարդկանց միջի հիմա այս ողորմելի թոշակով պայլը դա խայտարակություն է, ուրիշ բան չեմ կարող ասեմ։ Այս ամենը պետք է լուծել։ Այս ամենը լուծելու համար առնվազն պետք է գոնե բժշկական ապահովագրական համակարգը առանձին պետք է թոշակառուների համար միած ստեղծվեր այնպես ինչպես որ Վրաստանում, եթե մենք գոնե փուլային պետք է հասնենք Վրաստանի մակարդակի, գոնե սկսենք մեր թոշակառուներից, որտեղ առաջին հերթին իրանք են պահանջ մեծ կարիք ունեն բժշկական ապահովագրության համար։ Այդ մարդկանցից պետք է մենք սկսենք այդ խնդիրը, հետո կամաց տարածենք ամբողջ բնակչության համար, որտեղ միանգամից դա հնարավոր չի, որտեղ 15 թվականից Վրաստանը նորմալ զարգանում է, մենք ցավոք սրտի եմ ասում, եւ նախկինում էլ ենք խայտարակ մակարդակի զարգացել։ Հիմա вообще խայտարակ մակարդակի ենք զարգանում։ Մենք հակամարտկային համակարգ ենք ունեցել։ Մենք մարդը մեր համար ճիճու է եղել։ Մարդու այս պետության համար մարդը ոնց ասեմ, անասունից չի տարբերվել միշտ։ Դրա համար այս մարդը հիմա չի սիրում սեփական պետությանը։ Դրա համար մենք այս մարդը այսպես վերաբերմունք անում։ Բայց ոնց կարա մարդը ունենա հսկայական պարտականություններ, բայց չունենա որևէ իրավունք։ Դա աբսուրդ է, դա տենց բան պետություն չի լինում։ Դա ես ենթադրում եմ, որ մեր պետականության, բացականության փորձի պատճառով մենք պատմականորեն չենք ունեցել պետություն։ Դրա համար մենք պետություն չսիրող ազգ ենք եղել, դրա համար մեր իշխանությունները միշտ էլ համարել են, որ այդ իշխանությունը իրանց իշխանությունն է, ոչ թե պետությունն է եղել։ Իրանք պետություն չեն հասկացել դա ինչ է նշանակում, որտեղ հնարավոր չի պետությունը կառավարել կոլխոզի մակարդակով կամ սովխոզի մակարդակով։ Սա է ամենակարևորը։ Իսկ այս խուլիգանները, դրանք ընդհանրապես ոչ մի կարմիր գիծ չունեն, դրանք բոլոր կարմիր գծերը անցել են եւ այս ժողովուրդը, խեղճ ժողովուրդը սարսափելի թշվառ վիճակի մեջ, աղքատության մեջ ուղղակի բանը խեղդվում է արդեն։ Եվ այս մարդկանց մենք որպեսզի կարողանանք բարձրացնենք, մենք իսկապես ֆունդամենտալ փոփոխություն պետք է տանենք։ Մենք նախ եւ առաջ պետք է լուրջ ծրագիր ներկայացնենք եւ այդ ծրագիրը պետք է իրատեսական լինի եւ միաժամանակ պետք է այդ ծրագիրը մարդկային, մարդակենտրոն, մարդու համար ծրագիր պետք է լինի, որպեսզի մարդը հասկանա, որ ինքը ինչ է ստանալու այդ ծրագրից։ Ամենակարևորը սա է։ Եվ վերջին հարց, պարոն թուրքական երկու մեծ լսարան ունեցող մամուլում հրապարակումներ եղան, որ ըստ էության Փաշինյանը դեսպես որպեսզի ամբողջությամբ չներկայացնեմ, անում է այնինչ իրենց սրտով է ցեղասպանությունից են արդեն հրաժարվել, հիմա վերջին հենասյունն է մնացել, դա հայ առաքելական եկեղեցին եւ դա հենց իրենք ավելի իրենք էլ սրանց նման կոնկրետացնելով Գարեգին բ կաթողիկոսն է եւ այս հարցը պետք է լուծվի եւ այդ հարցը լուծվելու է ով է լինելու Հայաստանի հաջորդ կաթողիկոսը, այս հարցը լուծվելու է ոչ թե Էջմիածնում, այլ Անկարայում կամ Ստամբուլում։ Իհարկե իրենք Պոլսո պատրիարքի անունն էին դրել, որը
28 հետ կապված ձեր կոչը։ Տեսեք, ես սա նորություն չի, սա դուք ասում եք թուրքական մամուլը նոր չի դրա մասին խոսում։ Դա ախր դա նաև մեր լրագրողական եւ քաղաքական վերնախավի ողբերգությունն է, որը չի կարդում ադրբեջանական եւ թուրքական մամուլ եւ չի հասկանում, որ այս process-ը սկսվել է դեռ այս տարվա մայիս ամսվանից։ Այս տարվա մայիս ամսվանից ամբողջ ադրբեջանական մամուլը ողողված էր այն գաղափարով, որ հայ առաքելական եկեղեցու ամբողջ կառուցվածքը պետք է փոխվի։ Ինքը համեսփյուր կառուցվածքից պետք է դառնա հայաստանյան կառույց, ինչպես որ Վրաստանի եկեղեցին, ինչպես որ Ռուսաստանի եկեղեցին, իրանք ասում են, որպեսի իրանք հիմնավորում են թե ինչու, ասում են, որպեսի Հայաստանի առաքելական եկեղեցին չդառնա ռևանշիստական, ինքը պետք է սփյուռքից տարանջատվի, այսինքն պետք է սպասարկի միայն թեմեր պետք է անեն միայն Հայաստանում։ Այս է իրաց ծրագիրը, այդ ծրագիրը կյանքի պետք է կոչի Նիկոլ Փաշինյանը։ Իրանք բնականաբար չի կարող, չէ՞, Փաշազադեն գասի, հիմա ես պետք է առաքելական եկեղեցին փոխեմ։ Ֆորմալ իմաստով դա պետք է անի հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ, չէ՞։ Եվ այդ իմաստով Նիկոլ Փաշինյանը այս Փաշազադեի, Ալիևի եւ Էրդողանի ծրագրերը կատարելու կյանքի կոչվելու խնդիր է դրել։ Ես նույնպես եմ կրկնում, պարզ դա ես չեմ ուզում ավելի նոր, դա այնքան բոլորի համար պարզ է, որ ամոթ է, որ մեր ժողովուրդը նոր է իմանում դրա մասին։ Դա խայտարակություն է։ Դա ես ուրիշ բան չեմ կարող ասեմ։ Դա նաև մեր քաղաքական վերնախավի խայտարակությունն է, որովհետև ես իմ ընկերները Մայր Հայաստանը այս տարվա մայիսից ասում ենք, որ սա կաթողիկոսի հետ կոնֆլիկտ չի, սա եկեղեցու հետ կոնֆլիկտ չի, սա Փաշազադեի եւ Ալիևի դրած խնդիրն է, որը ուզում է Նիկոլ Փաշինյանը կյանքի կոչվի։ Դրա համար ձերբակալվեցին Սամվել Կարապետյանը, դրա համար ձերբակալվեց բանը երկու սրբազանները, դրա համար ձերբակալվեցին հետո էլի մյուս երկու սրբազանները եւ դրա համար այս ամեն ինչը դրա համար է կատարվում։ Երբ որ տարբեր մարդիկ խոսում են, որ, չգիտեմ, կաթողիկոսը սենց է կամ եկեղեցին սենց է, այդ մարդիկ նույնպես եմ կրկնում, ես կոչ եմ անում բոլոր այն մարդկանց, ովքեր որ ընդդիմադիր խոսույթով են հանդես գալիս։ Մեկ միասնական օրակարգային ձևակերպում պետք է դնեք։ Սա պայքարը ոչ թե եկեղեցու դեմ, սա Հայաստանի պետության դեմ պայքարը օտար երկրների կողմից միջնորդի դերում կատարում է Նիկոլ Փաշինյանը։ Եւ մենք պաշտպանելով մեր եկեղեցուն, մենք պետք է փաստացի պաշտպանում ենք մեր երեխաներին, մեր երեխաների ապագային եւ մեր պետությունը։ Եթե մենք չունենանք պետականություն, մեր հետ կվարվեն այնպես, ինչպես որ վարվեցին 1915 թվականին Արևմտյան Հայաստանի ժողովրդի հետ։ Սա է խնդիրը։